վերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, ավանդույթի համաձայն շաբաթը սկսում ենք պարոն Նահապետյանի հետ, բարև ձեզ պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես բոլորիս ուշադրությունը կենտրոնացած էր վաղ շաբաթում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, երեք արդեն պարզ դարձավ արդյունքները։ Հիմա մենք կխոսենք դրա մասին, վստահ եմ, որ բոլորդ արդեն տեղյակ եք թե ինչ արդյունքներ են արձանագրվել եւ այսպես հաղթանակ դաշինք 31.9%, Սևակ Խաչատրյանն էր, ըստ էության իրեն աջակցում էր երկրորդ նախագահը, որտեղ ինքը թիմակիցն էր նրա եւ Հայ-Հեղափոխական դաշնակցությունը։ Համահայկական ճակատ կուսակցությունը 1%, Հանրապետական կուսակցությունը Մորքուրի Բալան 3.9%, մի խայտ արագ, էս լավ էր, էս ընտրությունները ինչ որ բաներ բացահայտեց, sense մեծ փրտում էին սրանք։ Մայր Հայաստանը նոր էր հայտ ներկայացրել, շատ լավ էր, 5.4%, Ազատ դեմոկրատական կուսակցությունը իրենք բան էին էլի, քույր կուսակցությունն էին, բանի sense եկել էին sense օգնության ԿՊ-ին 3.7%, Ժառանգություն կուսակցությունը 1.4%, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 48.5%, Հայրենի կուսակցությունը 3.8%, ուրեմն ընտրողների ցուցակներում ընդգծված ընտրողների ընդհանուր թիվը 69861, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 31535։ Ինչ արձանագրվեց, ուրեմն մանդատներ ստացա Սևակ Խաչատրյանից հաղթանակ կուսակցություն 12 մանդատ, ԿՊ-ն 19 մանդատ եւ Մայր Հայաստանը 2 մանդատ, չէ՞, ոնց որ բան բաց չթողեցի։ Եվ այսպես ինչ արձանագրեցինք մենք ըստ էության, հա, ուրեմն անմիջապես հայտարարեց Նիկոլը, որ ինքը գնալու է եկեղեցու վրա։ Ինչ ունենք մենք եւ ինչ արձանագրվեց այս ընտրություններից եւ շատ կարևոր է, որ մենք նաև հետևություններ անենք, ընդհանուր առմամբ վատ արդյունք չի արձանագրվել, ընդդիմությունը բավականին շատ ձայներ է հավաքել, բայց որոշակի սխալներ, բաներ, որ պիտի սրանից հետո հետևություն անցկացնել։ Նախ, գիտեք, որ Սևակ Խաչատրյանը, քիչ առաջ էլ ասացի, ուրեմն ունի աջակցություն, համախոհ է, համակիր է եւ այդպես էլ նաեւ հայտ համայնքում ընկալվում է, որ ինքը երկրորդ նախագահի թիմակիցն է եղել։ Ես չգիտեմ, թե ովքեր են խորհուրդ տալիս եւ շատ ես բազմից եմ սրա մասին խոսել, որ ի սկզբանե մեծ սխալ թույլ տվեցին երկրորդ եւ երրորդ նախագահները, որ թույլ տվեցին այն օրակարգը, որ բերում էր Նիկոլը, այն է, որ նախկինները սա նախկինները, հա։ Կարծեմ 7 տարի հետո առնվազն հիմա շատ ամոթ է, որ այդ օրակարգով առաջնորդվել եւ վախենալ դրանից, որովհետեւ հաղթած նախագահներ մենք ունենք, այն նախագահներն են ումից, որ շամպես վախենում էր Ալիևը, շամպես վախենում էին ադրբեջանցիները, որևէ մեկը ադրբեջանցիներից համարձակություն չուներ, անգամ գլուխը թեքեր նայել մեր նախագահների կողքը, մենք այդ պատկերը տեսել ենք, ինքը Ալիևը բազմիցս խոստովանել է, խոսել է դրա մասին եւ ինքն է ասել, որ այս մարդկանց հետո Նիկոլից հետո է, որ այն ինչ որ ինքը հիմա ունի, այսինքն ինքը ինչ ունի, ինքը ունի գերիներ, ինքը ունի զարթած տարածքներ, ինքը ունի հաղթանակ, ինքը հիմա մեծաբերան, sense ճորթած բան խոսում է, որ կարող է գալ եւ Սևանը վերցնել եւ սա վերցնել, նա վերցնել եւ այդ հնարավորությունը իրեն տալիս է Նիկոլը, այդ հնարավորությունը տվել է Նիկոլը, այդ հնարավորությունը շարունակում է տալ Նիկոլը, Նիկոլի թիմը, այնպես որ բանալիով դռները իր առջև, ինչպես հետո վերջում արդեն խոստովանեց Նիկոլը, որ ինքն է տվել, որպեսզի իբր թե փրկի այս տարածքը, բայց այս տարածքն էլ շարունակում է շատ բան ձևով վերցնել Ալիևը, մենք գալիս ենք նորից այն կարծիքի, որ նորից եմ պնդում, որ երկու նախագահների եւ թիմի պահվածքի առումով սխալ է, որ պետք է հաղթած նախագահները լինեն առաջին պլանում, հաղթած նախագահները վստահ լինեն, որ իրենց կարիքը դեռ միջև հիմա էլ ժողովրդի մոտ կա, ես եւ երեք եւ այսօր խոսում եի, օրինակ ասում են, որ մենք օրինակ Սևակ Խաչատրյանի պարագայում սպասում էինք, որ շատ լավ կլիներ, որ երկրորդ նախագահը եւ խոսեր, երկրորդ նախագահը եւ հրապարակ գար, երկրորդ նախագահը գար Էջմիածին, այսինքն այսպես ասենք, պարոն Նահապետյան, վստահ եմ, որ դուք էլ կհամաձայնեք, որ
մեր ժողովուրդը ուժեղ մարդ է ուզում։ Մեր ժողովուրդը տեսել է, որ մենք ունեցել ենք այդ ուժեղ նախագահներին, ովքեր որ դիմադրել են թշնամուն, իրենց խելքով, հմտությամբ կարողացել են դիմադրել եւ հիմա էլ կարող են այս ավերիչ ընթացքը Նիկոլի եւ Ալիևի կարող են կասեցնել միայն այդ ուժեղ առաջնորդները։ Հիմա մենք ինչ ենք արձանագրում, որ երկրորդ նախագահը Հայ-Աղափական դաշնակցության հետ ըստ էության պայքարի մեջ էր եւ արձանագրվեց 31.9%։ Մենք գիտենք, որ Մայր Հայաստանը, այսպես ասած, գաղափարակիր է եւ ճանապարհ է անցել երկրորդ նախագահի հետ, չէ՞, իր առաջնորդը Անդրանիկ Թևանյանը, մենք գիտենք, որ երկրորդ նախագահի թիմից է եղել։ Ուրեմն հավաքել է 5.4%, եթե գումարում ենք դրան, արդեն այնտեղ դառնում է 30-36% ու չգիտեմ ինչքան է դառնում, դուք պատկերացնում եք, եթե սրան գումարում ենք ուրեմն մեր ձևով, սրան գումարվում է նաև Գագիկ Ծառուկյանն է մտնում իր սոցիալական թեմաներով, թեմատիկայով եւ այլն, եւ սրան գումարում ենք Հանրապետական կուսակցությունը։ Նաև հետեւություն պիտի անի այս ամենից, կարծում եմ, Արթուր Վանեցյանը, ենթադրում եմ, որ ոչ թե ենթադրում եմ, ես գիտեմ, որ իրենք ունեն PR տեխնոլոգներ, իդեպ պարոն Վանեցյան, այդ PR տեխնոլոգները կարծեմ ոչ մի կերպ օգտակար չեղան Միքայել Մինասյանից, որտեղ իրանք ոնց որ թե ժառանգություն են մեզ մնացել Միքայել Մինասյանից, իր թիմակիցներն էին, իրենք բացարձակ օգտակար չեղան, ինչ որ մի փուլում աշխատում էին Սերժ Սարգսյանի հետ, Հանրապետականի հետ, բացարձակ օգտակար չեղան, որտեղ կարծեմ Հանրապետական կուսակցությունը դրա կարիքը չունի, որտեղ Հանրապետական կուսակցությունում լուրջ քաղաքական ողնաշարով գործիչներ կան, այդ եւ Տիկ Շարմազանովն է եւ Աշոտյանն է եւ Տարոն Մարգարյանն է, այսինքն այնտեղ բանը լուրջ գործիչներ կան, դրա կարիքը լավ է որ հասկացան ինչ որ մի փուլից եւ այդ հարթուկած քաղտեխնոլոգների կարիքը չունեն հիմա, ինչ որ մի փուլում այդ նույն քաղտեխնոլոգները ես գիտեմ դրա մասին եւ խոսել եմ Սրբազանի հետ, Բագրատ Սրբազանի կողքներին եւ տեսանք որ ինչպես շատ բան ձևով sense պրոֆեսիոնալ ձևով ինչպես տապալեցին այդ շարժումը, Սրբազան շարժում է տեխնոլոգները, այդ տեխնոլոգները չգիտես ինչի մասը շատ գեղեցիկ ձևով տեղավորվել են Արթուր Վանեցյանի կողքը։ Եվ մենք տեսանք, որ էլի ձախողեցին, բառից բուն իմաստով ձախողեցին, որովհետև այն կերպարը, ինչպեսին որ կա Խաչիկ Մանուկյանը, փոխանակ այդ կերպարը ավելի զիլ, ուժեղ հստակ բան դեմքով ներկայացնեին, անհասկանալի, մի հատ ինչ որ քարոզ, ինչ որ ուղենիշ, ինչ որ մոտեցում, այնպես որ ժամանակն է, որ գիտակցեք եւ այդպիսի քաղտեխնոլոգներին ձեր կողքից առնվազն շպրտեք եւ չօգտվեք նրանց ծառայություններից։ Սա էլ կա հիմա եւ նաեւ սա նաեւ մենք մի քանի բան իմացանք այս հետեւություն, հա, կարող ենք անել այս ընտրություններից, որ եթե այս ուժերը առաջին, եթե միանում են հրապարակ են գալի եւ պայքարի մեջ շարունակում է մնալ երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահը Սերժ Սարգսյանը, մեր ձևովը եւ Հանրապետական կուսակցությունը կարծեմ լավ օրեր չեն սպասելու Նիկոլ Փաշինյանին։ Եթե Նիկոլ Փաշինյանը ոգևորված, երեկի հայտարարել թե այսօր, ահա, հիմա Նիկոլ, տես, ուրեմն քո անունը ընդհանրապես այս ընտրությունների ժամանակ չի տրվել, հնարավորինս փորձել եք տարանջատել ԿՊ-ից, այսինքն դուք մնացել եք Սարիկի եւ այս բանի հոր գերեզմանի վրա թքողի հույսին, Մեխակյանի հույսին, ուրեմն դու եթե ԿՊ-ն է հետո ընտրությունների մասնակցում եւ Նիկոլի դու արդեն իսկ պարզ է որ դու տապալված ես, իսկ եթե ընդդիմությունը այսպես միանա եւ դու իսկ ես վստահ եմ որ եթե դու հանկարծ քայլ կատարես հայ առաքելական եկեղեցու ուղղությամբ եւ այս ուժերը որևէ մեկը կասկածում է որ մեր ձևովը գնալի է պաշտպանելու հայ առաքելական եկեղեցուն, Հանրապետական կուսակցությունը գնալի է պաշտպանելու, Հանրապետական կուսակցության այս հարթուկած ժելեած քաղտեխնոլոգները չեն ասելու, չէ դուք մի երևացիք, մի գնացեք, ասենք տենց հիմարություն են դուրս տվել եւ այս ընտրություններին թույլ չտվեցին որ Հանրապետական կուսակցությունը գնա պաշտպանի, աջակցի եւ հրապարակում լինի։ Հանրապետական կուսակցությունը, ինչպես ասեցի, Հայ-Աղափական դաշնակցությունը Գագիկ Ծառուկյանն էլի վստահ է որ հայ առաքելական եկեղեցու կողքը կանգնելու է եւ ել չեմ ասում երկրորդ նախագահի մասին, Հայ-Աղափական դաշնակցության մասին։ Էնպես որ միշտ ապին Նիկոլ դու հաղթանակ չես արձանագրել, հաղթանակ է արձանագրվել միայն
նրա շնորհիվ, որ ընդդիմությունը սխալ է թույլ տվել երկրորդ եւ երրորդ նախագահները հանրապետական կուսակցությունը երկրորդ նախագահը իր դեմքով չի եկել, չնայած իր դեմքով չի եկել, միևնույն այսքան ձայն հավաքեց, երրորդ նախագահը հրապարակ չի եկել, Գագիկ Ծառուկյանը դեռ հրապարակ չի եկել, մեր ձևովը հրապարակ չի եկել, եթե եկան քեզ շատ խայտարակ մեծ պարտություն է սպասում Նիկոլ Փաշինյան։ Այսքանը խնդրեմ, պարոն Նահապետյան, ես ընդհանուր ներկայացրեցի, թե ինչ է, խնդրեմ։ Էլ չեմ ասում, որ նաև Ռուբեն Վարդանյանը թիմ ունի։ Պես որ դեռ իրենք էլ կարող են հրապարակ գալ, խնդրեմ։ Առնվազն 2 պաշտոնատար անց այդ օրը քրեական հոդվածի, քրեական օրենսգրքի անպատասխան հոդված աշխատեցին։ Մեկը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն է, մյուսը Հեցի ժամանակավոր կառավարիչ հայտնի մականունով Ռոմանոս Պետրոսյանը։ Գիգանտը։ Ուրեմն ինչու՞մն է խնդիրը։ Ցուցակներում բարձում է մարդկանց բնակարանների վրա լրացուցիչ ազգաններ էին։ Մարդիկ գալիս էին եւ դա տպվեց, տարածվեց, ասենք մեկի տան վրա 9 հոգի գրանցված էր։ Կամ մարդիկ գալիս էին, որոնց հարազատները այստեղ չէին, մի տիկին խոսեց, որի ամուսինը մահացել էր վաղուց, երկու տղաները գտնում են Ռուսաստանի Դաշնությունում։ Կինը գալիս է, որ քվեարկի, մեկ էլ տեսնում է, որ ամուսնու ազգանունը նախ կա, ամուսինը այն աշխարհից քվեարկել է արդեն, եւ երկու տղաները Ռուսաստանից արդեն քվեարկել են։ Հիմա սա ինչու մասն է խոսում։ Նախ այդ ցուցակների հավաստիությունը, որ ամբողջովին ներքին գործերի նախարարությունով անցնում։ Այստեղ արձանագրենք, որ ակնհայտ է, դա հանձնաժողովի անդամները չէ, որ ավելացրել են, այդպիսի ցուցակներ եկել է, այդպիսի ցուցակները տպվել է։ Այսինքն ներքին գործերի նախարարությունը ընտրական գործընթացների վրա ակնհայտ խախտումներով ունեցել է մասնակցություն։ Տիկին Արփինե Սարգսյանը ականջին օղանի, եթե մտածում է, որ այս բաները անցնելու է մոռացվելու, ինքը խիստ սխալվում է։ Եվ կապ չունի ինքը վեդի է վերադառնալու թե Վաշինգտոն է գնալու, միևնույն է հետ է բերվելու։ Եվ նույնիսկ չի օգնի իրեն իր այլ կապերը։ Հիմա երկրորդը Ռոմանոս Պետրոսյանի հետ կապված։ Եթե իշխանություն կոչվեցյալները վստահ էին, կոնկրետ Արգիշտի Մեխակյանը վստահ էր, որ հաղթանակը աներկբա իրանա լինելու հարց։ Եթե Նիկոլը իր վրա վստահ է։ Հələ Նիկոլին թողենք էլի։ Եթե իբր թե քո վրա վստահ է, էլի Նիկոլ։ Հիմա թողենք, Նիկոլին կասնենք։ Եթե վստահ էին, օրինակ հարց, այդ վերջի 2 ժամվա ընթացքում ընտեղատեղամասերում եւ հարակից բնակավայրում շենքերի հոսանքները ինչու անջատվեցին։ Փաստա չէ, որ անջատվել են։ Եվ այդ անջատումը ակնհայտ է, չէ՞, ինչի համար, եւ ով կարող է տալ։ Այդտեղ թիմ 1 պատասխանատուն Հեցի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն է։ Գալու է, այս մարդիկ երգելու են, Ռոմանոս Պետրոսյանն էլ է երգելու։ Ոչ էլ իրան կօգնի Չինարի գյուղը, սարերը, ընդեղից էլ բերել կտանք։ Կամ Եվրոպաները, որտեղ միտեղ ճողոպրեն։ Եվ ինքը երգելու է, թե ում հանձնարարությունն է կատարել, որ ընտրատեղամասերում, որտեղից վերևից հանձնարարականները հոսանքները անջատել։ Ակնհայտ է, չէ, հոսանքները, ասենք, անջատելու ժամանակ հո Էջմիածնում 3 մի քանի արեմեցյան գրանտների տարիներ շարունակ նստած գրանտների վրա մի քանի մարդիկ այդ մթության մեջ սեքսով չէին զբաղվել ընտրատեղամասերում։ Ակնհայտ է, չէ, որ անջատել են լցոնումների համար։ Ահա։ Ինձ օրինակ մտերիմներից մեկ հարցեց, բա այդ լցոնումները, բա ստորագրությունները, ասենք 100 հատ լցոնում են անում։ Դի 100 մարդ ընտրի, չէ, ստորագրի։ Մարդիկ գալիս են իրենց տեղ արդեն ստորագրել էին։ Եվ այդ ստորագրությունների ժամանակ իրենց չեն ասել ում ազգանունի դիմաց, ասել են 100 հատ դրեք ստորագրեք, անձնագրի տվյալներն ինչ որ տառեր ու թվեր, գրեք։ Դա համար մարդիկ երբ որ գալիս են որ մասնակցեն ընտրություններին, մեկը տեսնում են իրենց ազգանունի տեղ ինչ որ մեկը ստորագրել է, ինչ որ անձնագրի իբր անձնագրի տվյալները։ Այսինքն այդ անձնագրի տվյալներ եւ մարդ, որը չի մասնակցել, դա արվել է նրա համար, որ լցոնում է լինելու, ասենք 100 հատ լցոնում են, 100 հատ նախորոք արդեն ստորագրել են, հո իրանք չգիտեն ով է գալու, ով չի գալու։ Դրել են 100 հոգու տեղ, ասենք։ Էդ էլ արդեն
ընտրական հանձնաժողովի նախագահներն են երկելու։ Չէ, այդ կինը համարձակություն ուներ, բան, ասեց, ես ինչ եք արել։ Իսկ դուք ինչ գիտեք, որ շատերը եկել են, սուս տեսել են եւ գնացել են այդպես է, կամ շատ տեղերում եղել է, չեն նկարահանել, բան չեն արել։ Այսինքն այդպիսի քանի դեպքեր կարող էին լինել։ Ես օրինակ 3 էջ միացնում եմ, երբ որ այդ տեղեկատվությունը լրահոսում հայտնվեց, ես իմ ծանոթներից մի քանիսին ասի, որ քանի որ այստեղ ինչպես ասում են նա ուռա ստորագրել են, մարդիկ գալիս են տեսնում են իրենց տեղը քվեարկել են։ Սա ինչի համար է արվում։ Արվելու է լցոնում։ Եվ այն քանակը, որը որ ստորագրել են, այդ քանակի լցոնում։ Ասի լցոնումն էլ արելու է հոսանքի անջատելու ժամանակ։ Ահավասիկ այդպես էլ եղավ։ Հիմա սա իրականությունն է, այսինքն առնվազն մի քանի ընտրական հանձնաժողովի ղեկավարներ պատասխանատու եւ Արփինե Սարգսյանը ներքին գործերի նախարարի պարտականություն կատարող է եւ հայտնի մականունով հայտնի հերոսը հեծի ժամանակավոր կառավարիչ։ Այս մարդիկ պատասխան են տալու էականորեն իրենց գործնեությամբ նախ ընտրական գործընթացը խոչընդոտելու եւ ազդելու։ Սա այսինքն իրանք արդեն մտան երեկվա ընտրություններում հոդվածի տակ։ Ես նորից եմ ասում, ինչպես ասում են, քարարքար հավաքելու ենք։ Այս մարդիկ բոլորը երկելու են։ Եվ բնականաբար Ռոմանոսը եւ Արփինեն երկելու են, թե հանձնարարականը որտեղից է եկել։ Հանձնարարական ուղղակի եկել է մի տեղից։ Հիմա նայենք ընտրությունների հետ կապված։ Ակնհայտ էր, որ իշխանության ներկայացուցիչը, որը քաղ պայմանագրի ներկայացուցիչ Արգիշտի Մեխակյանն նա ինչ էր անում։ Փաստացի նա ուրացել էր ոչ միայն այն ինչ ուրացել են ԿՊ-ն Փաշինյանով, որի վերաբերյալ ես պարբերաբար ասում եմ, ուրացել են Արցախը եւ մեր զովասներին, ուրացել են ցեղասպանությունը եւ Արարատը, ուրացել են եկեղեցին եւ հավատը։ Արգիշտին մի վարքյան, Արգիշտին ուրացել է նաեւ Նիկոլին։ Իրան թույլ է տրված եղել նախընտրական շրջանում ուրանալ Նիկոլին։ Եվ ուրանալ քաղ պայմանագիրը, որտեվ այն պաստառները, որտեղ որ դրված էին, քաղ պայմանագիրը մոտավորապես գրված էր այնպես ինչպես սիգարետի վրա արտադրող ընկերության մեջ լոգոն է գովազդային եւ ամենաներքևը համարյա ոչ ընթերնել է այնքան փոքր է գրած է ծխելը վնասում է առողջության։ Այսինքն Նիկոլը բորոտ է, Իրանից փախնում են։ Այո։ Այսինքն ԿՊ-ից ու բանից հիմա այն մարդիկ, որ գալիս են, պարզա չէ, ինչ որ շահ ունի, բան ունի, ինչ որ sense է, իրանք էլ եթե գալիս են ԿՊ, նրանք որպես բորոտ փախնում են, էլի անունը չեն գրում, ան չեն գրում։ Սա մենք արձանագրում ենք, որտեղ այն ինչ որ ես ասում եմ, Անժելադանք փաստեր են։ Արձանագրում ենք, որ ցանկացած ընտրություններում Նիկոլը իզգոյ է, բորոտը չգիտեմ, բայց ԿՊ-ի ներկայացի համար ինքը համարվում է իզգոյ։ Դա համար ԿՊ եւ Նիկոլ բանդ որում քարոզության մեջ ես ուշադիր հետևել եմ առանձնապես Նիկոլի մասին քաղ պայմանագրի եւ ներկայացիչ եւ թիմը ընդհանրապես չեն խոսում, Նիկոլը չկար։ Սա մենք արձանագրենք, չէ՞, եթե հաջորդ արձանագրումը, երբ իշխանության ներկայացիչները ասում են, բան, ջախջախի հաղթանակ ենք տարել։ Այս մարդիկ բառի իմաստն չգիտեն։ Ջախջախի հաղթանակը գիտեք երբ կլինի, երբ օրինակ իշխանափոխություն լինի ու բոլոր են անձինք, ովքեր պատասխանատու են Արցախի հանձնելու, մեր երկրի հայնիկի սահմաններից բաղականաչափ տարածքներ հանձնելու, համատարած թալանի, մեր պետությանը 8 միլիարդ դոլարի պարտքի տակ դնելու, իսկ պետությունը չի այսօր Հայաստանի չծնված երեխան, որը պետք է ծնվի, արդեն պարտքով է ծնվում։ Այդ ջախջախիչը կլինեն ժամանակ, որ բոլորին հավաքենք։ Օրենքի տեսանկյունից բոլորը պետք է հավաքվեն։ Այդ ժամանակ վստահաբար կլինի ջախջախիչ։ Այդ ջախջախել այդ ժամանակ կտեսնեն։ Հիմա սա արձանագրում ենք, հիմա արդյունքների պահով, ինչի մասին դուք ասեցիք։ Արդյունքները ինչի մասին են խոսում։ Արդյունքների մասին հետո ինչ հետևություն պիտի անենք նաև այս ամենիչից հետո։ Ես դա մասին եմ ասում, արդյունքները խոսում են հետևյալի մասին։ Նախ ընդդիմությունից բոլոր այն օղակները, որոնք որ հավանականություն կար, որ իրենք կարող է շեմը չանցնեն, ասենք այդ չպիտի մասնակցեին։ Վստահաբար չպիտի մասնակցեին։ Այդպես օրինակ խորագետ որոշում կայացած Հայ ակվեր։ Ես իրազեկ եմ, մարդիկ
ռեալ գնահատեցին եւ ժառանգությունն էլ պիտի իր հնարավորությունները գնահատեր եւ չմասնակցեր։ Ասեմ ինչի, որովհետեւ նույն ժառանգության, նույն հայնիկ կուսակցության, հա, նույն եւս այնտեղ ինչ-որ ճակատ կար, համահայկական ճակատ, այո, այս ձայները դրանք իշխանությունների ձայները չէին, վստահաբար։ Ահա։ Իշխանությունը փաստացի 3 սյան վրա էր, քաղ պայմանագիր, առաջինը, երկրորդը հանրապետություն կուսակցություն, Իրանը ջախջախիչ էր, երրորդը, հա, այդտեղ ջախջախվեց։ Եվ ծպտյալ է ազատ դեմոկրատների տեխնացուն, որ ասեց, ես ոչ ես եմ, ոչ են եմ, բանեմ, ասենք պարզա, չէ, իրանք նույն թիմից են։ Հասկանալի է։ Ուրեմն մենք արձանագրենք մնացած ձայները ընդդիմության ձայներն են։ Եթե մենք ուշադրություն դարձնենք, ապա համամասնությունը, եթե ձայները չփոշիացվեն, այնպես չլինի, ինչպես հիմա է։ Եվ դեռ հարցեր իշխանությունը կանցնել, այսքան կեղծիքներով հանդերձ, հա։ Սա արձանագրում ենք։ Հիմա հաջորդ արձանագրումը։ Հաջորդ արձանագրումը հետևյալն է։ Իսկապես ես համակարծիք եմ, որ ծանր իրավիճակներում սովորաբար երկրի ժողովուրդները դա միայն հայերին չի վերաբերում, ցանկացած երկրում։ Իրենք նայում են ուժեղ անհատականության։ Օրինակ, առաջին համաշխարհային պատերազմից հետո, պարտությունից հետո, երբ Գերմանիան բավական լուրջ կորուստներ էր ունեցել, ինչը նպաստեց այդ ժամանակ Հիտլերի իշխանության գալու։ Մի շարք գործոններ, այդ թվում արևմտյան բանկերի կողմից Գերմանիայի տնտեսությունը ոտքի կանգնացնելու, այդ թվում Խորհրդային միության հետ որոշակի ժամանակավոր պայմանագրեր կնքել զինվորականներին, ուրեմն կրթություն տալ, որտեղ Գերմանիայի զինվորականներին արգելված էր կրթություն ստանալ, այդպիսի մեծ հաշվով բանակ դիչելներ։ Դա Խորհրդային միությունում են գալիս տան, իդեպ ասեմ ձեզ։ Բայց ժողովրդի մոտ իրենք անհատ էին ուզում տեսնեին, որ այդ վիճակը փոխի, իրանք ծրագիր չէին ուզում, իրենք անհատ էին ուզում։ Հիմա ես պատական չեմ բերում առաջին համաշխարհային պատերազմի եւ ներկա վիճակի։ Ծանր վիճակից սովորաբար մարդիկ միշտ ձգտում են, այն էլ մենք, եթե գերմանացիները, որոնք արևմտյան քաղաքակրթություն կրող ժողովուրդ են, արևելքը, եթե արևմուտքը ինքը ծրագրին ձայն տվող է, արևելքի ժողովուրդները բոլորը անհատին ձայն տվող են, անհատի հետևից գնացող են, ոչ ծրագրի։ Արևելքը այդպեսին, այս մենք արևելքի ժողովուրդ ենք։ Հետեւաբար այս իրողությունը արձանագրելով պետք է փաստել, որ այս ծանր վիճակից դուրս գալու համար Փաշինյան Նիկոլին ընտրություններով, եթե ընտրություններով է, հաղթելու հավանականությունը կտրուկ մեծանում է, եթե Նիկոլի դեմ անձականգնեն։ Ոչ մի ծրագիր։ Առաջին։ Հիմա մոտիվացիայի պահով։ Հիմա մենք արդեն, պարոն Ահապետյան, Էջմիածնում հստակ առանց հրապարակ գալու Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, ել չեմ ասում Սամվել Կարապետյանի 36.3% ունենք։ Դուք պատկերացնում եք, որ հրապարակ գային, պարզա, որ այս ձայների մեծ մասը տվել են նրա համար, որտեղ այդտեղ կա Ռոբերտ Քոչարյանը։ Դուք պատկերացնում եք, եթե այս մարդիկ առաջ գան։ Հիմա Հանրապետականը մտնի այս պայքարի մեջ, որ այն տհազ դեբիլներին չլսի, ասել հանրապետականի վարկանիշը ցածր է, հանրապետականը ճանապարհ անցած կուսակցություն է, կառույցներ ունեցող կուսակցությունն է, բանը քաղաքական դեմքերով բան հարուստ կուսակցությունն է, փորձառությամբ հարուստ կուսակցություն է, ոնց թե դուրս գա։ Էլ չեմ ասում երկրորդ նախագահի մասին, ինչպեսին, էլ չեմ ասում, որ հրապարակ գա Սամվել Կարապետյանի թիմը։ Այսինքն պետք չի բան անել, կոտրվել, հիասթափել, մտածել թե բան չկա, հիմա ես շարունակություն միտքս այնուամենայնիվ ավարտեմ։ Ուրեմն Նիկոլի դեմ պետք է կանգնի անձ, ոչ մի կուսակցություն, ոչ մի շարժում, անձի դեմ անձականգնելու։ Եվ երկրորդ անհրաժեշտ Եթե 2-3 անձ լինեն, ասել Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, ես անձ ասելով թվականակ չեմ դնում։ Անձը ինքը անհատականություն, որը մրցակից է Նիկոլի հետ, որը ունի կենսագրություն, անցած ճանապարհ, երկրի համար արած ունի, փորձառություն, կապեր ունի։ Ես անձը մի հոգու մասին չեմ ասում, այսինքն անձ։ Եվ հաջորդ իմ համար շատ կարևոր ցուցիչ է, հաշվի առնելով, որ ես ծառայության բերումով բավականին, այդպես ասենք, հա, գիտելիքներ եմ ստացել նաև պատերազմների պատմությունից եւ այլն։ Գտնում եմ այսպես. հակառակորդին հաղթում են մինչև ճակատամարտը, եթե հակառակորդի սրտի մեջ մտցնում են վախ։
Ընդ որում այդ վախը մեռնելու վախն է։ Եթե հակառակորդը արդեն վախում է, որ այդ կռվից, ճակատամարտից հետո ինքը զոհվելու է, եւ ինքը վախում է մեռնելուց, վստահաբար արդեն այս կողմը հաղթել է։ Բա որ չվախենա Սամվել Կարապետյանին կփակի։ Շարունակությունը։ Վարդան Ղուկասյանին կփակի։ Շարունակությունը լսեք։ Փարաքյալի ղեկավարին կսպանեին։ Շարունակությունը եւ այսպես։ Փաշինյանը իշխանությունը պահելու ունի մոտիվացիա։ Իր մոտիվացիան հետեւյալն է. եթե ինքը չլինի իշխանություն, ինքը կորցնում է անուն, հեղինակություն, կուսակցություն, դա իր համար խիստ երկրորդական է։ Ինքը ինչ է կորցնում։ Ինքը կորցնում է ամեն ինչ, ինչը ձեռք է բերել իր ապրած կյանքի ժամանակ։ Եվ նյութական, եւ կապերը, եւ քրեական հետապնդումների է ենթարկվելու եւ այդպես շարունակ։ Այսինքն իշխանությունից հրաժարվելը կամ իշխանությունը ընտրություններով կամ ոչ ընտրություններով հանձնելը Փաշինյան Նիկոլի համար լինել չլինելու խնդիր է, գոյութենական խնդիր է։ Այստեղ մի շատ կարևոր գործոն կա, երբ որ ես ասում եմ անձ կամ անձեր, հա, այդ անձերի մոտ հաղթելն ու պարտվելը պետք է լինի գոյութենական։ Այսինքն այնպես չի, որ եթե ասենք ընտրությունն է, ենթադրենք մյուս տարի հունիսին ընտրություններն է։ Եթե անձերը հոգեվիճակային առումով եմ ասում, եւ այդ հոգեվիճակը փոխանցվում է ամբողջ թիմին, վստահաբար։ Առաջին դեմքի հոգեվիճակը դա դառնում է փարոս իր թիմի բոլոր անդամների համար։ Եթե այդ անձերը հոգեվիճակային առումով իրենք մտածում են, որ եթե այս ընտրություններում պարտվենք տեսականորեն, շանս կա մյուսում։ Ուրեմն արդեն իսկ Փաշինյան Նիկոլի հետ մրցակցային առումով իրենք պարտվել են։ Եթե հոգեվիճակային առումով մարդիկ գտնում են, որ ոչ թե իրենք ինչ են կորցնելու, Հայաստանն է կորցնելու, այսինքն այս անձերը պետք է նայեն։ Եթե Նիկոլը վերարտադրեց, մենք Հայաստանն ենք կորցնելու բառի ուղղակի իմաստով։ Այսինքն մենք այստեղ ֆիզիկապես կարող ենք չապրենք։ Իդեպ այս հոգեվիճակը, ես ինչի համար եմ սա ասում։ 2015 թվականի դեկտեմբերից 2020 թվականի ապրիլ եղել եմ Արցախում։ Եղել եմ տեխնացուներից մեկի նախագահի նախընտրական շտաբում։ Ես իրենց հիմնականում հետ էի բացատրում։ Ասում է դիմացինը փողով է, Արայիկը։ Փողով է մարդկանց առնելու։ Դուք մարդկանց իրական վիճակը պետք է ցույց տաք, վտանգը ցույց տաք, եւ դուք որ այդ վտանգը կանխարգելող անձիկ եք։ Հիմա որտեղ է Արայիկը, եւ այն մարդիկ, ովքեր Արայիկ են օգնում, փողեր են վերցնում, փողեր են բաժանում, հետո այդ մարդիկ այդ ունեցվածքը, որ այնտեղ վերցրեցին, սարքեցին, մեքենա առան, տանիք վերանորոգ, ուր է այդ ամեն ինչը։ Ուր է այդ շատերի ընտանիքի անդամների մի մասը զավակներ կորցրեցին, ամուսիններ կորցրեցին, հաշմանդամ դարձան։ Սա մենք հիշենք։ Այսինքն այս նույն վտանգը հիմա գալիս է մեր գլխին է կախվում եւ կախված է արդեն։ Ինձ մեկ ասում են, պարոն Աբիձյան, ասում եմ, բա դուք ո՞նց եք գնահատում, որ Հայաստան չի լինի, շատ պարզ։ Շատ տրիվիալ օրինակ եմ բերում։ Նոր սահմանադրություն են ուզում փոխեն։ Նոր սահմանադրության իմաստը առաջին նպատակը անկախության հռչակագրից հրաժարվելը չի, վստահեցնում եմ ձեզ։ Առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնության զինական ներկայությունը հանելն է, լինի դա սահմանապահուժեր, թե 102 բազա, իսկ ինչպես են հանվում։ Այսինքն ինչպես պետք է հանեն։ Պայմանագրում օրինակ 102 բազայի նշված է, որ կողմերը երկուսը պետք է համաձայնվեն նույն առաջարկին, որ ռուսական կողմը պետք է համաձայնվի, եթե հայկական կողմը առաջարկում, նոր բազան դուրս գա։ Ռուսական կողմը երբեք չի համաձայնվի։ Բայց դեպքում ոնց է դուրս գալիս, այստեղ գալիս է նոր սահմանություն, նոր սահմանությամբ Հայաստանի Հանրապետությունը դառնում է չեզոք պետություն։ Չեզոք պետությունը իրավունք չունի ոչ մի ռազմական դաշինքի մեջ լինել, հապկից ավտոմատից դուրս գալիս եւ այլ պետությունների հետ ռազմական դաշինք կնքել։ Վերջ։ Դուք ավելի շարունակությունը մի վարքյան ես ավարտեմ։ Սա նշանակում է, որ նոր սահմանությունից հետո ռուսական զինական ներկայությունը Հայաստանից դուրս է տրվում։ Այ հիմա գալիս է ամենածանր պահը մեզ։ Թուրքիան ինչ է ասում։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար նախկին հետախուզության պետ Հական Ֆիդանն ինչ է ասում։ Ասենք իր գոլեգային։ Թուրքիայի կողմից հավաքագրված Արաբատ Միրզոյանին։ Ասում է այն սահմանը, որ կար Հայաստանի Թուրքիայի, թե չգիտեք մենք ասենք, դա Հայաստանի Թուրքիայի սահման չէր։ Դա եղել է ուրեմն Ռուսաստանի եւ Թուրքիայի սահման, որտեղ այդ սահմանը 200 տարուց ավել չի փոխվել։ Դա Թուրքմենչայի մոտ 200 տարի Թուրքմենչայի պայմանագրով սահմանն է։ Եվ այդ սահմանը Արաքսի ափը որ գրված է,
դրված է եղել։ Ինչ պետք է արվի։ Քանի որ դա Ռուսաստան, ասենք Խորհրդային Միություն, Թուրքիա, հետո Խորհրդային Միության իրավ հաջորդը Ռուսաստանն է, դա Ռուսաստան-Թուրքիա սահմանը։ Հիմա ասել է, քանի որ երկու պետություն կա, Հայաստան-Թուրքիա, դնում ենք դելիմիտացնում ենք, դեմարկացնում ենք սահմանները։ Ինչի հիման վրա։ Օրինակ Նիկոլը ասում է, ես Ադրբեջանի հետ մեր սահմանները ճշգրտում ենք Ալմաթեի հռչակագրի հիման վրա, այսինքն փաստաթուղթ չէ, պայմանագիր։ Հիմա Հայաստանը Թուրքիայի հետ ինչ պայմանագիր ունի, որի հիման վրա սահմանները ճշգրտեն։ 1920 թվական դեկտեմբերի 2 Ալեքսանդրապոլի պայմանագիր, միակ պայմանագիրն է, որ Թուրքիայի հետ մենք ընկել ենք։ Սահմանները մոտ 10,000 քառակուսի կիլոմետր։ Թուրքիան ասում է, այս մեր սահմանները այս պայմանագրով է։ Ռուսական ռազմական ներկայությունը ստեղ չկա այլևս։ Եվ Հայաստանը դառնում է 10,000 մոտ 10,000 քառակուսի կիլոմետր, բայց այդ ժամանակ Էրդողանը շատ արագ մի հատ զանգ է ստանում Ալևից։ Ալև ասում է, հարգելի Էրդողան, այդ 10,000-ը հայերին չէ, 10,000-ն էլ իմն է։ Դուք շատ ավելի բարդ ներկայացրեցիք։ Եթե իրենց հաջողվում է, եթե իրենց իրավական, հա, ճիշտ է, բայց մի քիչ բան, որ ժողովուրդը կողոսես խճճվի, մտածի։ Շատ པարզ։ 100 ադրբեջանցի ճանապարհը դուրը բացում է, բերում են այստեղ, ասենք ասում են իրենք նախկինում այս ինչ հատվածում ապրել են։ Այս մեր հայվանը չի խոսում նրա մասին, որ կես միլիոն հայ ապրել է Ադրբեջանում, ճիշտ է։ Կես միլիոն հայ։ Երբ որ գալիս են 100 ադրբեջանցին, այստեղ տեղավորվում են, այդ 100 ադրբեջանցու հետ ինքը բերում է, ասենք մի 100 ոստիկան, որպեսզի իրենց անվտանգությունը պահեն, ճիշտ է։ 3 օր հետո զարթնում են եւ ասում են այդ 100-ից 2-ի քթից արուն է գնում, որովհետեւ ահաբեկչություն է եղել։ Ինչն է պահելու, որ զորքն է պահելու, ով է պահելու, Թուրքիայի կամ Ադրբեջանի մուտքը։ Սենց քայլելով, բանով գալիս են այդ որտեվ իրանց քթից արունա գնաց են գալիս են պաշտպանելու։ Մեր աչքի առջև այդ օրինակը կա, Կիպրոսը ինչ արեցին, մարդիկ ուղակի գնում մնում են, մի տարի երկու, այս ելեն լավագույն դեպքում, Գազայում ինչ արեցին, չեն Մարսում ցեղասպանում են, մտել են, ասում են գնում ենք մեր գերիների հետևից, Արցախում ինչ արեցին, հայաթափեցին, ոչ մի ծպտուն չկա, ինչն է խանգարելու, որ այդ 100, հələ ես չեմ ասում եմ, որ են 300,000 ադրբեջանցու մասին են խոսում։ Այնպես որ Արգիշտի Մեխակյան է, չգիտեմ ինչ ես, գնա հորը Գերեզման, ասա պապա, բանալին օգնել եմ, որ Նիկոլը բացի, որ գան վիզս կտրեն, գնա ասա, գնա Գերեզմանին կանգնի ասա, հիմա այս մարդիկ, մեր նման մարդիկ, դեր շարունակում են կռվել, որ քո հարևանի, քո հարազատի, քո գյուղացու, քո համագյուղացու վիզը չգան կտրեն, գնացեք ման վառեք մեր համար, որ մենք շարունակենք պայքարը, որտև այս պայքարը մեր համար չի մենակ, Այս պայքարը մեր հայրենիքի համար է ու ձեր նման դավաճան սրիկաներին, որ թքել եք ձեր հոր գերեզմանի վրա, որ այս հայրենիքը մնա ու ձեր երեխաները ապրեն։ Այս վերաբերում այն բոլոր, չգիտեմ քանի հազարի, որ գնացին քո հետևից ձայն տեցի, որտեվ դու, այո, ճիշտ է ասում պարոն Նահապետյան, ՔՊ-ին ես դավաճան, որտեվ դու հոգուտ խորքում գիտես, որ դու դավաճանություն ես անում, որ դու պղծում ես քո հոր գերեզմանը, պղծում ես մեր հայրենիքը, որ այդ դուրը դու բանալին, այսպես մի հատ մեծ բանալի է, մի հատ է պտտացրեցիր, ասեցիր Ալիև արի ներս։ Բայց մեկա, պայքարելու ենք ու թույլ չենք տալու։ Ես պարոն Նահապետյան, պետք է խնդրեմ, հերթով գնանք այս ընտրությունների թեման փակենք, հետո անցնենք, թե ինչ նոր վտանգներ բերեցին։ Սևակ Խաչատրյան, հաղթանակ կուսակցություն, այսքան ձայն, խնդրեի վերլուծել եւ քիչ չի, հա 31.9% եւ չգիտեմ, առաջարկ, որ հանկարծ Սևակ Խաչատրյանը եւ այդ թիմը չկոտրվեք, անպայման շնորհակալություն այն ընտրողներին, որ գնացին իր հետևից անպայման ու շարունակեք պայքարը կոնկրետ առաջարկ ես առաջարկում եմ հաղթանակ կուսակցություն կոնկրետ ոչ միայն Սևակին այլև առաջարկում եմ Մայր Հայաստանի այն տեխնացուներին ովքեր որ հաստատի անցողիկ շեմը անցել են եւ ունեն երկու պատգամավոր Մայր Հայաստանը այդ երկու կառույցների ղեկավարները Էջմիածնի իրենց ընտրողներին շնորհակալություն հայտնեն Մայր Աթոռի մեծ խորանում մոմավառությամբ եւ կրկին ի հավատարմություն մեր եկեղեցու տասնյակ հազարավոր մարդիկ այդ թվում նաեւ Երևանից կարող են գնալ թող իրենք օրը որոշեն շնորհակալություն իրենց ընտրողներին եւ այդ տասնյակ հազարները եւ Երևանից եւ Էջմիածնից եւ իրենց ընտրողները թող գնան մեծ խորանում մոմավառություն անեն
իհարկե շնորհակալություն հայտնեմ, որտեղ մեծ հաշվով այս ընտրությունը իր մեջ ոչ միայն քաղաքական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություն է։ Այստեղ մենք հասկանում ենք, որ Էջմիածինն է, Մայրաթորն է, Վեհափար Հայրապետն է, այս խելոքն էլ ասել է, նորից գնալու եմ։ Դե գնացողս գնա էլի։ Այն ժողովրդական խոսքը ասում է հաճող շունը կծան չի լինում։ Այս 4 ամիս դու ասում ես այսօր եկուց։ Հիմա ես ենթադրում եմ, որ իհարկե արգիշտին այդ բեռի տակ չի մտնի, այդքան պարզամիտ չի արգիշտին, որ մարդկանց հավաքի գեներացնի մի հատ մեծ հավաք, որ հետո գնան Էջմիածնի վրա։ Բայց շնորհակալություն ընդդիմության երկու ուժերին, իրենց ընտրողներին, այդ թվում նաև Երևանից եւ մարզերից շատերը կգան, ի զորակցություն մեր եկեղեցու թող գնան հավաքվեն մոմավառություն, հավաքի տեղն էլ հսկական տարածք է, ոչ թե հրապարակը լինի, դե Փաշինյանը հրապարակներով է տաշվել։ Այլ գնան մեծ խորան, հսկական տեղ կա 10-15 հազար մարդ, թող գնան եւ հետո մտնեն եկեղեցի մոմավառություն։ Որ չեն մասնակցել, կարող են շատ հանգիստ։ Իրենք էլ խնդիր չի։ Եվ Գագիկ Ծառուկյանը հայ առաքելական եկեղեցու կողքն է, եւ Պարզես թիմը Ռոբերտ Քոչարյանն է, Սերժ Սարգսյանն է եւ մեր ձևովը այն ձեր դեկորատիվ վիճակներից դուրս եկեք, այդ հարթուկած վիճակներից։ Դուրս եկեք, մի հատ մտեք Սամվել Կարապետյանի կերպարի մեջ, այդ մարդը արարող, ուժեղ, հայրենիք սիրող, հայրենիքին նվիրաբերում անող, պայքա այս պահին եկեղեցու կողքը կանգնած, ի վերջո մի մոռացեք, եկեղեցու կողքը դրա համար, որ ինքը խոսում ասում գնալու եմ եկեղեցու վրա, բայց այնտեղ նաև Սամվել Կարապետյանի թիմն է կանգնելու, Գագիկ Ծառուկյանի թիմն է կանգնելու։ Դրա համար նախաձեռնությունը Երկրորդ այն որ տես խոսում ես, տես գիտես գնալու ես, տես հեշտ ու հանգիստ հայ առաքելական եկեղեցու վրա։ Այստեղ նախաձեռնությունը երկու անձի վրա լինելու Սևակի Խաչատրյան եւ Անդրանիկի Թևանյան։ Կազմակերպում են տասնյակ հազարավոր մարդիկ եւ իրականում ոչ միայն Էջմիածնի ժողովուրդը հարակից բնակավայր, այլև Հայաստանի ժողովուրդը կտեսնեն, ինչ ասել է իրականում, այս մեծ հաշվով կլինի մեր պատասխանը Չեմբերլենին, այսօր որ ասում էր, բան, հեսա գնալու ենք, բան, այս 4 ամիսա գնում են։ Մի 10-15 հազար մարդ հավաքվի, դե ասի եկեք, մենք եկել ենք, հիմա դուք եկեք։ Այդքան բան, ընդհանրապես։ Ինչ հետևություն հայրենիք կուսակցությունը, չէ՞, այդպես գնաց, ինչ հետևություն պիտի անի Խաչիկ Մանուկյաններ իրենց կերպարը, ինչ հետևություն պիտի անի Արթուր Վանեցյանը։ Ես կարծում եմ, որ ցանկացած անց կուսակցության ղեկավար դի իր հնարավորությունները բավականին ռեալ կնահատի եւ իր քայլերով ոչ միայն վնաս չտա ընդհանուր գործին ընդդիմադիր, այլև հակառակորդին օգուտ չտա։ Հիմա եթե իրենք տեսականորեն հաշվել էին, իսկ այդպիսի ուժ անց դուրս եկավ, ես ասում եմ, ընտրապայքարից հաշվել էին, որ շանսերը քիչ է, այդ մարդիկ կգնան ընդդիմադիր այս կամ այն ուժին, հա, ձայն կտան։ Նույնը Արթուր Վանեցյանը, ոչ միայն Արթուր Վանեցյանը, այնտեղ կար համահայկական ճակատ, դա Նիկոլենց ձայները չի, դա այս կողմի ձայներն են։ Այսինքն եթե դու հաշվում ես, որ չես հավաքելու անցողիկ շեմը ենթադրենք, որ անցնելուց հետո ձայնը 10 առավել շատ ձայն հավաքած ընդդիմադիր, եթե չես անցնելու մի մտի, դու գնա լծվի, օգնի, օրինակ հայակվեն շատ լավ Ավետիքը Չալաբյան, դիտորդներով եւ փայլուն գործ արեցին, այսինքն դա շատ կարեւոր գործ է։ Հիմա եթե չեք անցնելու, իսկ այդ իրական սոցհարցումներ կա։ Եվ այդ սոցհարցումներով դե տեսնում եք, դուք եք մարդկանց հետ խոսում, տեսնում եք, որ չեք անցնելու, գնացեք ընդհանուր գործին օգնեք։ Այստեղ անձի խնդիրը չի։ Ասենք տեսականորեն լավ, ասենք Խաչիկի այդ կերպարի մասին էլի, ասենք Խաչիկ Մանուկյանի կերպարից, Խաչիկ Մանուկյանի կերպարից, պարոն Վանեցյան, ձեր քաղ տեխնոլոգներն ու խորհրդատուները, փիարշիկները բան չէին թողել։ Այդ մարդը բաց ներվերով մարդ է, ինքը պոետ է, ինքը զոհվածի հայր է, փոխանակ դուք դրա վրա, էլ չեմ ասում, որ գալիս են հայ առաքելական եկեղեցու վրա, գալիս են պղծելու, երկիրը տվել են, հանուն ինչի իրենց որդիները գնացել են, իրենց ասում են հանուն ոչնչի, Խաչիկ Մանուկյանի կերպարը, չգիտեմ, այս բառը չասեք, այդ դեկորատիվ, այդ PR-շիկ, այդ բաների որտեղից եք դուք գտնում։ Այդ տեխնոլոգները, որ ձեզ խորհուրդ են տալի, ոնց են գալիս անդադ, մեկ գնացեք կպել էին Վանին, Մինասյանին, մեկ Սերժ Սարգսյանին կպան, մեկ Սրբազանին կպան, մեկ գնում կպնում են, հիմա գնացեք կպել են Վանեցյանին, չեք տեսնում, որ այդ մարդիկ մենակ ձախողում ու պարտության են ձեզ տանում, կարելի էր Խաչիկ Մանուկյանի կերպարը այդպիսին դարձնել, Խաչիկ Մանուկյանը շռնդալից պոետ է, Խաչիկ Մանուկյանը միջև հոգու խորքը ցավով բանով որդի տված մարդ է, ոնց թե դա բան էիք։
Այդ ինչ կերպա, այդ ինչ բան PR-ով ու բանով էիք ներկայանում։ Ես ընթացքում եմ մի դեպ ասում, հենց այլ ես նաև Խաչիկ Մանուկյանին եմ ասել, որ ձախողելու է, այսպես չի կարելի։ Մի լսեք, ոնց որ Սրբազանն է ասում, այդ դեկորատիվ այդ գյադաներին, այդ քաղ տեխնոլոգներին մի լսեք։ Ձեզ տանելու են պարտության։ Ինչքան կարելի է։ Լավա որ արդեն Սերժ Սարգսյանը հետևություն արել, որտեղ կողքը նորմալ բան է, քաղաքական գործիչներ կան, նորմալ, այն որ ասում եմ մսով, արնով բաներ են, գործիչներ են, ռեալ, իրական։ Եվ է ժողովուրդն էլ հասկանում է, ժողովուրդը գիտի ինչ է ուզում, ժողովուրդը գիտի, չէ՞ որ իրական իրան այդպիսի բան է պետք։ Ուժեղ դեմքեր են պետք։ Սա ընտրությունների մասին։ Այո, սա ընտրությունների մասին եւ այդ որ տենց հպարտ բան ինքնավստահ խոսում ես, դե մի հատ փորձի կտեսնես, այսօր արդեն 36%, այն էլ այսպես թափթփված, ոչ ճիշտ աշխատած ընդդիմությունը ունի, բա որ այդ դեմքերը կան առաջ։ Այդ երկրորդ նախագահը, երրորդ նախագահը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանի թիմը, ճիշտ ասեցիք, Հայակվեն, Ռուբեն Վարդանյանի թիմը, տեսեք էլի ինչքան ունենք։ Ես կարծում եմ ճիշտ ժամանակին Նիկոլո Տոմսերը պետք է առնի կամ առաստով Տիկնաթիրն ու ճողոբրի։ Նրանք ովքեր որ այսօր ծառայում են ոչ թե վարչապետի պաշտոնին, այլ անձին, իրենք մտածեն, որ այդ Տիկնաթիրում վստահաբար իրենք տեղ չեն ունենալու։ Ունենալու են այստեղ։ Ովքեր որ ձայն են տվել Մեխակին, ինչա, Մեխակ Արգիշտի Մեխակյանին ձայն են տվել, իմացեք, որ դուք այդ ծանր բանալին օգնեցիք իր այդ որ բացեք մեր դռները բացեք, որ թուրքը գա, որ ձեր երեխեքին մորթի։ Իմացեք, որ այմա որ գնում եք շնորհավորելու, այդ շնորհավորեք։ Բայց ես ասում եմ, մոն վառեք մեր համար, որ մենք շարունակում ենք պայքարել, որ հույսով, ոնց որ պարոն Ապետյան, թե մարդու ծնողը հիվանդ է կամ երեխան միջև վերջ կռիվա, չէ՞ տալիս։ Հիմա ոնց եք պատկերացնում պայքարող մարդիկ կամ գիտակից մարդիկ, որ հասկանում են դուրը բացում եք մի քիչ էլ Ալիևի համար, որ բերի այդ իր 300,000-ին հետևից է զորքով գամ ես, փրթի մենք դրա դեմ ենք, չէ՞ պայքարում, որ դա տեղի չունենա։ Այդ մարդը հստակ ասել է, գալիս եմ եւ ձեզ հետ ինչ եմ անում։ Մյուսները պիտի բան անեն, հետևություն անեն եւ մի շարունակեք այդ բաներին մի հավատացեք նորից, ոչ երկրորդ նախագահը, ոչ հանրապետական կուսակցությունը, հիմա հանրապետական կուսակցությունը վատ կլներ, որ մտներ այս պայքարի մեջ։ Հա? Խորհուրդ էին տվել, մի ինչի Չերևան Իրանց հաղթանակներից աման չէ, որ Չերևան։ Օրինակ հանրապետական կուսակցությունը իր հաղթանակներից ամաչի, հա? Անվտանգ երկու հանրապետություն պահելուց պիտի ամաչի, ինչի համար պիտի ամաչի, չեմ։ Էլ երկրորդ նախագահի մասին չեմ խոսում, որ երկրորդ նախագահի ժամանակ համարձակություն չունեին մի հատ էս կողմթեք վեր Ալիևը։ Մի հատ սահմանի կրակոցներ 40 հատ կստանար։ Ես ընդհանրապես ավելացնեմ, որ ցանկացած հայ ու ոչ միայն առաջին հերթին հայ ունի երկու ծնող։ Կենսաբանական ծնողներ, որից ծնվում է, եւ կա հայրենիք, որը Մայր Հայաստանա կոչվում, եւ Աստված, որը հայր է։ Այսինքն կա նաեւ հոգեվոր ծնողներ, մայրը հայրենիքն է, Մայր Հայաստան, հայրը Աստված, որտեվ տիրունական աղոթքի առաջին բառերը, որոնք են հայր մեր, որ երկնքում ես։ Այսինքն ես ուզում եմ ասել, որ այստեղ միայն նյութականի խնդիրը չի։ Եթե վտանգվում է մեր եկեղեցին, վտանգվում է մեր հավատը, վտանգվում է մեր հայրենիքի տարածքային ամբողջականությունը, այո, մենք պարտավոր ենք պաշտպանել նաև մեր հոգևոր ծնողներին։ Ֆիզիկականին կպաշտպանենք, վստահաբար շատերը։ Նույնիսկ եթե շատ մեղքերի մեջ են թաղված եւ այլն, բայց կպաշտպանենք։ Այդպես ենք, մեր բնույթը այդպեսին է։ Մենք ծնողին թողնող ու թռնող չենք։ Բայց հիմա մեր հոգևոր ծնողները, մեր երկիրը, հայրենիքը եւ մեր հավատը վտանգված է, հետաբար պիտի պաշտպանենք, շատ բնական բան է։ Ես ինչ որ արտառոց բաներ չեմ ասում, դա մարդու բնույթն է, ներքին բնույթն է։ Անբնական է, երբ որ չես պաշտպանում։ Միլիարդեր Ռուբեն Վարդանյան իր կյանքը դրել է։ Տեսեք որտեղ է, այս վիճակում ասում է Արցախը մեր հայրենիքն է։ Մի հատ սիրելիներ, այնով որ պայքարից հրաժարվում է, որ պատրաստ է հայրենիքը տալ, մի հատ տեսեք է միլիարդեր, որ ամեն ինչ ուներ այս կյանքում։ Միլիարդեր թիվ 1 բարերար է հայ ժողովրդի։ Սամվել Կարապետյան այդ ամեն ինչը դրել է, չէ՞, դուրս է եկել պայքարի։ Դե դեմ ասում։ Ինչի՞ մի հատ հələ տեսեք էլի, այս մարդիկ, նախագահ մարդիկ, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, որ միջև վերջին հայը մնացին այնտեղ դուրս չեկան, իրանց կյանքը դրեցին, չէ՞, իրանց կյանքը դրել են, հիմա դրել են, չգիտեմ ինչի տակ, ասենք այս մարդիկ, մի հատ տեսեք հələ ինչ օրինակներ ունենք, էլի մեր առջև, ինչ մարդիկ ունենք մենք։ Նույն սրբազանները, մոռանում ենք 3 սրբազան, երկուսը որ կոնկրետ
Մեկը կոնկրետ թեմերի առաջնորդներ, ստատուսները պետք է ասվի։ Ահա, հիմա Նիկոլի պարտությունները նայեք, առաջինը, եթե դու պարտված ես, եթե դու քո արևին ժողովրդի կողմից ձայն ունես, ինչ ես ընտրված քաղաքապետին փակել տարել։ Մարիամ, դի Վարդան Ղուկասյանին, ինչ ես փակել։ Բայց եթե դու վախ չունես, եթե քո արևին դու ձայն ունես ժողովրդը, դու գիտես, չէ՞ ժողովրդը քո հետևից չի։ Հարց. Ինչ տեղի ունեցավ Փարաքյալի համայնքապետի հետ, պարոն Նահապետյան։ Եթե դու կտենց ռիսկ, ինչ տեղի։ Եթե անգամ վրեժ կար, դու ես մեղավոր, եթե ձեր արածներ էլի դուք, ինչ մարդուն կոնկրետ սպանեցին Փարաքյալի, եթե բան չունեք։ Եթե դու գիտես, որ պետք է հաղթես, եթե ճիշտ օրինակներ բերեց պարոն Նահապետյանը, եթե դու տենց քո վրա վստահ ես, լույսեր ինչի անջատեցիք։ Էջմիածնում։ Այդ ցուցակները համատարած ցուցակները ինչի է կեղծել համատեղ, եթե դու տենց վստահ ես։ Այսինքն դու գիտես, չէ՞։ Անժելա, իրենք վստահ են, բայց վստահ են, որ պարտվելու են։ Այդ դրա համար այդ կեղծիքներին գնացել։ Մեկը էլի աշխատանքը մնում է ընդդիմությանը։ Եթե ընդդիմության այդ առաջնորդներին չմոլորեցնեն այս իրանց խորհրդատուներն ու բաները, իրանց դեմքով, իրանց ուժերով, հանրապետականը, երրորդ նախագահը, երկրորդ նախագահը, Գագիկ Ծառուկյանը, Ռուբեն Վարդանյանի թիմը, Սամվել Կարապետյանի թիմը, Հայակվեն, մտնեն Թաթոյանը, միանան բոլորը մտնեն պայքարի մեջ, ուրիշ պատկեր է լինելու։ Իսկ հիմա հայ առաքելական եկեղեցու կողքը բոլորը որևէ մեկը կասկածում է, որ բոլորը կանգնած են։ Չէ, այդտեղ վստահաբար բոլորը կանգնած են։ Ահա։ Դրանց որ այդքան էլ հարց չի։ Իսկ ինչ մնում է աշկալուսանք մեր ժողովրդին։ Նիկոլը իր ազգային ժողովում ելույթում ասաց, որ չպետք է թույլ տամ, այսինքն ինքը այս գլխից վախ ունի, սարսափ ունի երկրորդ եւ երրորդ նախագահներից եւ իր թիմերից, ասում է թույլ չեմ, ով է քեզ թույլ տվել։ Այսինքն ինքը վախ ունի, չէ՞ որ այսպեսի հայտարարություններ անում։ Խնդրեմ։ Դե ամեն դեպքում ինքը, գիտեք ինչ, վախերի մասին որ խոսում եք, այդ մարդու վախի մարմնավորում ու խտացումն է, ինքը որպես բնույթով այդպեսին է։ Ինքը եւ վախկոտ մարդն է վրեժ խնդիր, վախկոտ մարդն է դաժան, վախկոտ մարդն է նենգ, վախկոտ մարդն է քենա խնդիր, վախկոտ մարդն է արծաթասեր։ Երբ որ ուշադրություն դարձեք մարդու բնութագիրը, հա, նայեք։ Իրա այս բոլոր քայլերը ես որ թվարկեցի, դա վախի դրսևորում է։ Եվ ընդամենը հաղթելու համար պետք է ոչ թե մարդկանց մեջ վախ մտցնել, ընդամենը պետք է մեր հայրենիքը եւ մեր հավատը տեր կանգնել, սիրել ու պաշտպանել։ Այսինքն ստեղ արդեն խոսում է սերը։ Այսինքն Նիկոլի գործիքը վախն է, Ավասիկ այդ բանտերը լցնելու իմաստը ո՞րն է, վախը։ Մեր ուժը սերն է։ Մենք սիրում ենք մեր ծնողներին, սիրում ենք մեր հայրենիքը, սիրում ենք մեր արունակցին, սիրում ենք մեր Տեր Աստծուն։ Այսինքն այստեղ ջրբաժանը մի կողմից սերն է, մյուս կողմից վախը։ Ավասիկ, սերը Աստծո գործիքն է, վախը սատանայի։ Բայց տեսնեք սերը ինչքան ուժեղ է, հայրենիքի զգացողությունը ինչքան ուժեղ է, Փարաքյարում համայնքապետ են սպանում, ընտրված նախագահին փակում են, ձերբակալում, ընտրված քաղաքապետին։ Ես իմ 10 քանի հոգու վրա գործ են հարուցում, 3 սրբազան են կալանավորում, 40 քաղբանտարկյալ, ընտրությունների ժամանակ Հարուզ Արշավի ընթացքում քրեական գործեր են հարուցում, առևանգում են մարդկանց։ 40 հոգուց ավելի Գյումրիում են քրեական գործ հարուցում, 20 հոգի էլ նստած են։ Միևնույնն է, գիտակից մասան հասկանն է, որ մենք ցեղասպանվելու ենք, դուրս են եկել պայքարը եւ գնում են շարունակում են ընտրել, շարունակում են պայքարել, այո։ Որտեւ մենք հիմա ասում ենք ժողովուրդը սենսեց, բայց տեսեք, այս ամեն ինչից հետո 36% գիտակցում է, որ ինքը ցեղասպանության առջև է կանգնած, որ գալու են եւ մեզ այստեղ չգիտեմ ինչ են անելու, այսինքն գիտենք ինչի չգիտենք ինչ են անելու, եթե չգիտեք թուրքերը առհասարակ ուր որ մտնում են ինչ են անում են, չէ, Արցախում Պուտինի բանով, ինչ ասեմ, իր միջամտությամբ դուրս է եկել, այո, ցեղասպանությունը կասեցես, դա միայն ու միայն Պուտինի շնորհիվ ա եղել, այս 2-3 միլիոնին այդ ով է փրկելու, ոնց են փրկվելու, այդ կամ ուր են գնալու, այդ ամեն ինչը հաշվի առել եք, թե չէ, այս կամ ճնշումներից հետո այսքան մար դուրս եկավ, երկրորդ վախը, ուրեմն տեսեք, Նիկոլը գտնում է պիղծ, այդ իմ խոսքերը չեն, պիղծ, սրբապիղծ մարդկանց, ովքեր դավաճանել են հայ առաքելական եկեղեցուն, հոգևորականներ, եւ կարգալույծ են լինում, բայց այնտեղ պատարակ են անում։ Հիմա գիտեք ինչա որոշե, քանի որ էլ չի կարողանում գտնել, ուղղակի գնում է մի եկեղեցի, ասում է պատարակի։ Այսինքն խափանվեց, չէ՞։ Ինքը ասում էր գնում եմ, հեսա բոլոր հոգևորականները։ Իմիջիալը շատ մի սրտնեղեք, որ ինչ որ հոգևորականներ, ամենտեղ էլ սրիկա տականքներ, սրբապիղծներ կա, նորմալ է։ Կարող են այդպիսիք լինել, բայց հիմա ինքը փոխեց։
ասում է 10,000-ով կգնա։ Որովհետև էլ չի կարողանում գլխականակ հավաքել այդ եկեղեցիներում, հիմա բա գլխականակ է, դեռ մարդ չի։ Բա գլխականակ է իհարկե։ Տեսակ որ այդտեղ չկարողացավ, հիմա ինքը ինչ արել, հաջորդը։ Ուրեմն կազմակերպում է աղոթքի նախաճաշ, մեկ էլ այն համապատասխան բանջարաբոստանանայինը։ Վարունգը թարսա բուսնում։ Այդպես է լինում, որովհետև փորձում է այդ մարդիկ բոլորը դուրս են գալիս, ասում են, սա տերոր է, սա հայարակելական եկեղեցու նկատմամբ։ Վեապար հայրապետն էլ ընդունեց մասնակիցներին։ Այո, Խակեր Կարլոսն այնտեղից ասում է, ինչ եք անում դուք։ Իսկ նա, գիտեք, ինչ ազդեցիկ դեմք է հայարակելական եկեղեցու նկատմամբ, ինչ է, Թրամփի որդին չի գալիս եւ մասնակիցները մեկ հերթ չտալով իրար ասում են, որ սա դատապարտելի եւ անընդունելի է, ինչպես ասում են համապատասխան բանջարաբոստանային բանը թարս է աճել։ Դե վարունգը թարս է էլի բուսնում, հիմա Նիկոլ մի բան մտածեց, լրիվ ուրիշ էֆեկտ տվեց, այդ մարդիկ եկան ասին էս չես անում։ Հələ մի հատ էլ գնանք նստած սրբազաններին տեսնենք, սրանք խառնվեցին իրար։ Այդքի չէր, հետո Նարեկը Կարապետյան հետներ եղավ ամբողջ ժամանակ, հետո եկան վերջում ամփոփիչ իրանց երախտագիտությունը խոնարհում է մեր եկեղեցու հոգևոր առաջնորդին Վեապար Հայրապետին մեծ հանդիպում քննարկում եղավ, այսինքն ինչպես ասում են Նիկոլը ինչի որ ձեռ է տալիս, ամեն ինչ փչանում է։ Հիմա այստեղ փորձեց ինչ որ բան անել։ Սա գիտեք ինչի մասն է խոսում։ Խոսում են նրա մասին, որ այն հայ-հայ ու վայ-վայ պատմությունն է։ Իսկապես մեր ժողովուրդը այս տառապանքներով, կորուստներով, ցավով, զրկանքով, արյունով աշճանաբար հասունանում է։ Մենք չենք կարևորում պատերազմի հաղթանակը։ Ամենամեծ արժեքը, որ մեր ժողովուրդը 30 տարի ունեցավ մինչև 2018 թիվ, ամենամեծ արժեքը այդ հաղթանակն էր եւ հաղթանակը կռողները, հաղթանակը ապահովողները։ Դա իսկապես մեր ժողովրդի կողմից չգնահատվեց։ Դա ինչպես ասում են, մտածում էր հավուր պատշաճի պետք է լիներ։ Իսկ որ մարդը կգնահատի հաղթանակը սովորաբար, ով գոնե պարտություն է մի անգամ տեսել, որից հետո հաղթանակի բերկրանքը իր համար կյանքի ամենամեծ բերկրանքը կլինի։ Պարտություն չտեսած մարդը, եւ դա ցանկացած սպորտում էլ այդպես։ Պարտություն, եթե ծնկում ես ոտքես կանգնում, հետո հաղթում ես, այդ հաղթանակը ավելին է, որտեղ դու պարտվել ես, պարտվելուց հետո այդ ապրումները ունեցել ես, այդ ցավը զգացել ես։ Մեր ժողովուրդը այս Արցախյանի ժամանակ երբ հաղթեց, կրկին զրկանքներ ունեն, բայց հավաքական առումով պարտության ցավը չէր տեսել։ Հիմա մենք քանի որ պարտության ցավը տեսել ենք, հետևանքները տեսել ենք, վտանգները զգում ենք, սպառնալիքները մեր գլխին կախված է, մենք հիմա աշճանաբար արդեն գնահատում ենք այն մարդկանց, աշճանաբար դա միանգամից չի լինի, ովքեր այդ հաղթանակը բերել են եւ ինչ մեծ բերկրանք ու արժեք էր այդ հաղթանակը մեր ժողովրդին։ Այո։ Հիմա մենք այդ կորստի ճանապարհն ենք, բայց սա նաեւ որոշակի առումով հոգենորոգում է։ Իրականում մեր ժողովուրդը ես միշտ ասել եմ, խավարանով անցնում, իսկ խավարանով սովորաբար երանության հոգեվիճակ չի։ Խավարանով ցավա, կորուստա, կսկիծա, մենք հիմա անցնում ենք։ Եվ եթե օրգանիզմը այնուամենայնիվ ազգ օրգանիզմը ինքը ունակ է դիմագրավելու հաղթել, այդ ցավից հետո, կորուստներից հետո ինքը ոտքի է կանգնելու։ Վստահաբար, բայց այդ կորուստները մենք տեսնենք, որ ապագա հաղթանակները կերտողներին իրապես գնահատենք, որպես մեր ժողովրդի լավագույն զավակներ, որպես մեր ժողովրդի արժանապատվությունը պահողներ, որպես աշխարհում գլուխներս բարձր ցանկացած ժողովրդի հետ հարաբերվողներ։ Ես հիշում եմ 93 թվականին այն ժամանակ Արցախ ամբողջովին ազատագրված չէր, հանգամանքներ բերվում ինչ-որ գործով Հյուսիսային Կովկասում էի, նաև նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աշխատակազմի ներկայացուցիչներ այդ այսին ժամանակ Հանրապետական կուսակցությունում էի խորհրդի անդամ է, այդպես ստացվեց, շատ լավ հիշում եմ։ Հանդիպում ենք այդտեղ Հյուսիսային Կովկասում որոշ ժողովուրդների ներկայացուցիչներ այդ, որոնք ունեն համայնքներ, որպես բնիկ ժողովուրդներ Ադրբեջանում։ Ես երբեք չեմ մոռանա այդ մարդկանց ակնածանքը մեր հանդեպ եւ այն երանությունը, որ իրանք ապրում են, ասում են մենք հիմա շփվում ենք հայերի հետ, հաղթող երկրի հետ, եւ դա աստած որ ժամանակը գա, մենք էլ մեր հայրենիքը, որը իսկապես բնիկ ժողովուրդներ կան, որոնք ադրբեջանցի կոչվածների իրականում կովկասյան թաթարների կողմից բռնազավթված է, ասում են մենք երանելի է, որ դուք հաղթել եք, պահը գալու է, որ մենք էլ ենք հաղթելու։ Հաղթած մարդուն, արժանապատիվ մարդուն բոլորն են գնահատում։ Ես այդ զգացողությունը հələ 94 թիվ չէր, մայիս չէ, 93 թիվ էր։
Հիմա բայց մենք նաև հասկանանք, որ այդ հաղթած մարդու հետո, երբ որ դու պարտվում ես, շատ ցավոտ է, որտեվ դու պարտության հոգեբանորեն չես պատրաստվել, մենք չենք պատրաստվել հոգեբանորեն պարտությանը։ Դա համար այսպես ցավոտ ենք տանում։ Բայց եթե ծնկած վիճակից կամք ենք հանդես բերում ոտքի կանգնելու, իսկ ես վստահաբար եմ ասում, 3 վաղաշաբաթի համայնքի ընտրությունները այդ ծնկած վիճակից ոտքի կանգնելու քայլ էր։ Քաղաքապետը ձերբակալել, քաղաքապետը սպանել, 40 հոգու բանել, քրեական գործեր ու ձերբակալություններ, սրբազան են ձերբակալում, այս ժորտելի գնում է պայքարում է, չի հետ չի կանգնում։ Եվ հետեւաբար վստահաբար եմ ասում, իրավական առումով իրանք արձանագրում են, որ իրանք հաղթել են։ Պահը գալու է, չէ, իշխանափոխություն առնելու Արգիշտի Մեխակյանը օրենքի առաջ պատասխանա տալու այն արածների համար, որ ժամանակին եղել է այլ համայնքում համայնքապետ, օրինակ Խոյում։ Չէ, ինքը պատասխանա տալու դավաճանական մի վարքան, ես իրավական, հələ դուք բարոյական հարց ունեք, ես իրավականն եմ ասում։ Ինքը պատասխանա տալու Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի ժամանակ արած ապօրինությունների համար։ Տալու են այս մարդիկ մտածում են, որ արեցիք ու թռանք, թռնել չի, մի հոգի է թռնել ժողովուրդ։ Քանի որ այս տաղավարը բավական մեծ լսարն է, ես նաև իրենց եմ դիմում։ Մի հոգի է թռնելու իր ամենամոտիկ մարդկանցով։ Մյուսները մնալու եք ստեղ։ Ամենասարսափելի բանը, երբ որ ժողովուրդը կիսվում է, մի մասը մյուսին թշնամի է կարգում եւ գնում է ինքնադատաստանի վիճակ։ Ամենասարսափելին է։ Ես իմ հնարավորության սահմանեմ ամեն ինչ անելու եմ, որ որևիցե ինքնադատաստան Հայաստանում չլինի։ Խոսելու է օրենքը, վատ օրենք է, փոխեք, լավ օրենք է, օրենքի լեզվով թող խոսեն։ Ցանկացած անձ իրավունք ունի նաև պաշտպանվելու։ Բայց դուք քայլեր մի արեք, որ հետո գլուխներդ կախ դատարանում փաստարկված հիմնավոր ձեր արածների համար պատասխան տաք։ Իրականում նույնիսկ եթե ասեք մեր վրա ճնշում էին, մեզ ասում էին, մեզ ստիպում էին, դա չի օգնի։ Նորից եմ կրկնում։ Բայց միջև այդ պայքարողների համար աղոթեք, որ այդ պայքարողները ազատագրեն Հայաստան նաև ձեր եւ ձեր ընտանիքների համար, նիկոլականներ, որովհետեւ դուք բանալիով բացում եք այդ դուռը, որ գան շուտ հանձնենք։ Դուք աղոթեք այն մարդկանց համար, ովքեր պայքարում են ՔՊ-ի եւ Նիկոլի դեմ եւ ձեր դեմ, աղոթեք, որովհետեւ եթե այդ մարդիկ չլինեն, մեկ է։ Այդ մարդիկ եթե չլինեն, դուք առաջին հերթին ձեզ հետ են վարվել ունենց, ոնց որ սովորաբար թուրքերը վարվում են։ Իմիջիայլոց այս փուլում այս մարդը խաղաղությամբ շարունակում է խաբել, Ադրբեջանում որոշեցին ցմահ դատապարտել։ Ահա, այսպիսի խաղաղություն ավելին Նիկոլը Ալենը հարցազրույց է տվել եւ ասել է, որ հələ դեռ տարածքներ կան, որ ադրբեջանական է աչքներդ լույս, այս իշխանությունը պատրաստվում է նոր տարածքներ հանձնելու։ Իմիջիայլոց այդ թշվառ բալաները, որ մի հատ կար Մհեր Արմենիա էր, Մգեր Արմենիա էր, Նարեսոսեն ճիշտ ասեց, ինքը արդեն Մգեր Ադրբեջան է դարձել։ Ուրեմն ինչա կոչվում այդ հաղորդումը, Arm Comedy, հա։ Հա, ես դրանց երբեք լուրջ չէի վերաբերվում, բայց դե տենց այդ տիպի խախուտ տղերքի նկատմամբ Միքայել Մինասյանը ոնց որ սեր ուներ ու հնարավորություն էր տալիս դրսևորվեին, կայանային, հեղինակություն ձեռք բերեին, հայտնի դառնային, գիտեք, Արմյուզով հաղորդաշար ունեին, փաստորեն սրանք Մհեր Արմենիայի այդ բանն են, էլի, այդ տիպաժներն են, այն թշվառ բալեկից են, որ լավ ռեկլամ են անում նիկոլականներին, Նիկոլենց ու հայտնվում են, այսպես ասած, այդ թրքամետ դավաճան ուժերի բանը կողքին եւ դառնում են ավելին դրանց արդեն ներկայացուցիչ եք դառնում, որտեղ ներկայացուցիչներին նենց եք փայփայում, շոյում, խաղեր տալիս ձեր եթերում, որ դա անգամ իրանց եք էլ այնքան զզվելի եք, որ անգամ գերազանցում եք դրանց, որտեղ դրանք բան չունեն, այդ տղերքի համար իրանց եթերում են ասել, սրանք սկսել են շատ բան ձևով եթերներ տրամադրել կառուն ԿՊԱ-ականներին, երկիր ծախողներին եւ իրանց եթերում հանգիստ խոսում են նոր տարածքներ հանձնելու մասին։ Ես այդ բավական ծանր է, որտեղ տարածքների անվանումը չի տրվել։ Այդ նշանակում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանամերձ ամբողջ շրջաններում գյուղացիները մտածեն, այդ կարող է իրանց տարածքներից, գյուղնշանակության հողատարածքներ, գերեզմաններ, եկեղեցիներ, հա, տներ, ինչ են տալու։ Այդ հələ որ հիմա Ալենն ասում, չէ, 100-ից 140 կիլոմետր։ Հələ Ալևը չի ասում 100-ի փոխարեն, ասենք 10,000 դիտակ։
Այդպես մաս տանում են։ Դե ունենք այն ինչ ունենք, նույնպես եմ ասում, ես կորուստների ընթացքը այնուամենայնիվ նորից եմ կրկնում, ես մեր խոսակցության մեխեջ Վաղաշապատի համայնքապետի ընտրություններ ինքնին ցույց տվեց, որ կա լուրջ դիմադրություն եւ այդ դիմադրությունը դեռևս իր մեջ չի ներառել Հայաստանում անդիմադիր բոլոր ուժերին։ Անհրաժեշտ պահը գալու է, ճիշտ քարոզությունը կազմակերպի բաց թողումները նաեւ այդտեղ պետք է հաշվի առնեն։ Բոլոր ուժերը իմանան ինչպես են ընդհանուր հարթակի վրա կանգնելու, իրար չխանգարելով, իրար լրացնելով եւ ճակատամարտի օրը որ գա հաղթանակը իրան սպասացնել չի տա։ Ու գիտեք ինչի համար, որտեվ իրականում այն ինչի մասին մենք խոսում ենք, ոչ թե որ մենք ենք խոսում, դրա համար է դա ճշմարտություն, այլ որտեղ մենք խոսում ենք, որտեղ մեր խոսքը այս կամ այն ձևով հայնիկի պաշտպանությունն է, հավատի պաշտպանությունն է, իսկ դա աստվածահաճո է, իսկ Տերը ասում է, մեկը ինձնով ավելի զորավոր է, քան աշխարհը։ Հետաբար հաղթանակը ինքնին դե ֆակտո արձանագրելու մեջ է։ Մենք այդ հաղթանակի ճանապարհի մեջ ենք, հասկանա։ Եվ նորից հետևություն, հա, նորից կրկնեմ, որ հետևություն անեն նախագահները, ոչ թե այդ եւ պարոն Վանեցյան այդ հարթուկած քաղ տեխնոլոգներին լսեն, այլ միս ու արյուն ունեցող իրական պայքարող քաղաքական տղաներին, ովքեր որ 7 տարի է պայքարի մեջ են, հնարավորինս շատ խոսել, հնարավորինս շատ գալ առաջին պլան, շարունակել պայքարը եւ ես կասկած չունեմ, որ նրանք բոլորը միավորված կանգնած են հայ առաքելական եկեղեցու կողքը, այսինքն մեր բոլորի կողքը, բոլորը կանգնած են։ Իմ առաջարկես ուժի մեջ եմ պահում եւ հորդորում եմ եւ Սևակին եւ Անդրանիկին անպայման այդ կազմակերպել եւ իրենց ընտրողներից շնորհակալություն, նաեւ զորակցություն մեր եկեղեցուն, նաեւ այստեղից եթե մեծ հավաք լինի, այսինքն մեծ հաշվով այդ շնորհակալությունը շատ բնական է ու շատ նորմալ է։ Շնորհակալությունը կարող է Սևակնել, Անդրանիկներ անել հավաքը ենթադրենք ինչ որ հրապարակում, բայց երբ որ ես ասում եմ Մայրաթորի բաց խորանը, այս նշանակում է, որ նաեւ իր զորակցություն մեր եկեղեցու։ Երևանից էլ այլ մարզերից էլ կգան, քանի եղանակները առանձնապես շատ ցրտոտ չի, անձրևների մի որոշ փուլ դուրս գա, արա կազմակերպեն, դե ուժի ցուցադրությունը տեղ էլ է ուժի ցուցադրություն։ Այդպես։ Շնորհակալություն։